խաղաղության պայմանագրի կետերը ամբողջացրել ենք, համաձայնեցրել ենք եւ այլ, անմիջապես հաջորդում է թշնամի պետության ղեկավարի Ալիևի հայտարարություն, որ զրոյական վստահություն ունենք ձեր նկատմամբ, վերստին ստորացնելով, վերստին նվաստացնելով եւ դեռ շարունակաբար տարբեր հայցերի մասին է խոսում 11 միլիարդ հասցրած վնասների մասին եւ այլն, այդ հատուցման մասին, այսինքն շարունակաբար պահանջներով ստորացնելով եւ նաեւ հասցնելով այնպիսի աստիճանի, որ որևէ արժեք, լումայի արժեք անգամ չունեք ոչ միայն մեր թշնամիների աչքի առջև, այլ ես վստահաբար ասում եմ միջազգային որևէ ատյանում, որևէ գործընկերոջ մոտ։ Եվ ինչ է սա նշանակում, ես մի տեսակ նաև մտածում եմ, որ ներքին համաձայնություն գոյություն ունի, ասելով, որ մենք կհայտարարենք այս մասին, դուք էլ կասեք, որ ոչ, մենք համաձայն չենք, եւ միգուցե պայմանավորված, ես պարզապես ենթադրում եմ սա, միգուցե պայմանավորված պատերազմի գնալով, հասկանալով անդերձ, որ այդ Միչանսկի հարցը խնդիրը, Սյունիքի հարցը խնդիրը, Եվրադատարանների հարցը խնդիրը, սահմանադրության փոփոխության մասին, որ ակնարկել են խնդիրը եւ ցասում ընդվզում առաջացնելու նաեւ որոշակի իմաստով արդար ընդվզում առաջացնելու պատճառ կարող է հանդիսանալ, ուրեմն մենք այսպես իմիջի այլոց կխոսենք, ասենք, որ եղել է, դուք էլ ասեք, որ ոչ, համաձայն չենք կամ վստահություն չունենք եւ ապա պայմանավորված պատերազմը այդ բոլորը կհանձնվի։ Ձեզ մենք էլ կասենք, որ ժողովուրդ, դե որ չեք համաձայնվում, մենք չենք համաձայնվում, ընդվզում եք եւ այլն, ահավասիկ պատերազմ եկավ ձեզ, մեր ժողովրդին էլ անընդհատ վախեցնելով պատերազմով, բայց ուզում եմ ասել, պատերազմի հրձիքը դու ես, պատերազմը դու ես բերել, շարունակում ես բերել, շարունակում ես սպառնալիք դարձնել պատերազմը, վախեցնել դրանով, որպեսի մեկ բան ապահովես, քո իշխանությունը, չարիքի իշխանությունը եւ քո փողի պաշտամունքը, քո ամբողջ ընտանիքով եւ շրջապատովդ հանդերձ։ Եվ այո, այս պատկերի, այս ամբողջ իրականության մեջ, որը փորձեցի շատ արագ կերպով ներկայացնել, առանց խորանալու մանրամասնություններ, որոնցով լի է կարծում եմ ամբողջ տեղեկատվական դաշտը։ Ուղղակիորեն, պարզ անկեղծ խոսել եւ դիմել տարբեր ոլորտների շերտերի մեր մարդկանց ներկայացուցիչներին, հայրենակիցներին։ Առաջինը ուզում եմ մեր ոստիկանությանը դիմել, անհատներին, ծառայողներին, սպայական կամ շարքային եւ ասել, որ դուք մինչեւ երբ եք հանդուրժելու իրավապահ համակարգին ամբողջը, մինչև երբ եք հանդուրժելու ձեր ընկերների մահվան պատճառ դարձած այս չարիքի իշխանությանը, որը նաև ձեզ է մղում հանցագործությունների, դուք կոչված եք այդ հանցագործությունները կանխելու, բայց ձեզ մղում է հանցակից դառնալու եւ հանցագործ դառնալու, եւ մինչև երբ եք սա հանդուրժելու, ինչպես եք հանդուրժելու, ինչ կերպով եք ձեր ծառայությունը իրականացնելու, երբ ամբողջությամբ վաճառվում է այդ արյունը եւ վաճառվում է ձեր ընկերների սխրանքը, զոհաբերությունը, ձեր կյանքն է վաճառվում, բառից բուն իմաստով։ Երկրորդ ուզում եմ դիմել մեր ներկա եւ նախկին սպայական կազմին, անհատներին նորից առանց միավորին որպես ամբողջություն գնահատելով։ Դուք մինչեւ երբ եք հանդուրժելու, մինչեւ երբ եք ընդունելու այս չարիքի մարտահրավերը, որը այո մսխել է ձեր հաղթանակը եւ վաճառել է ձեր ընկերների եւ շարունակաբար վաճառում է ձեր ընկերների արյունը, մինչեւ երբ եք հանդուրժելու սա, երբ եք ի վերջո այդ պատյանից դուրս գալու եւ ասելու, որ այս իրավիճակը անընդունել է մեր պատվի, մեր ուսադիրի համար, այո, բոլորիդ եմ ասում, բոլոր նրանց, ովքեր լուր, խելոք, կարգապահ, իրենց մտքով կարգապահ, փորձում են իրենց կյանքը շարունակել, ծառայեցնել ինչին, ինչ կոչումով ծառայեցնել, որևէ կերպով իմաստ չունի, դուք էլ լավ գիտեք, որ իմաստ չունի, եւ բայց հրապարակային իմաստով կամ գործողությունների իմաստով շարունակում եք լուր մնալ։ Ուզում եմ դիմել, այո, գործարարներին մեր, ձեր ունեցվածքը, քրտինքը, ամեն օր սպառող այս չարիքի իշխանությանը, մինչև երբ եք ծառայելու, մինչև երբ եք հաղորդակից լինելու, հաղորդակցվելու, հաղորդության մեջ գտնվելու, համագործակցելու, ովքեր այսօր հենց ձեզ, այսօր
սպառնում են տերորով, ահաբեկությամբ, հարկային եւ այլ միջոցներով, որևէ կերպով փորձելով վախեցնել ձեզ, ասելով որ դու գործ չունեք, սա քաղաքականություն է, ձեր հետ կապ չունի, բայց հարկային տերորով, բեռնավորվածությամբ եւ գիտեմ որ շատերը շատ հլու հնազանդ կերպով, այո հլու հնազանդ, մեծ չխոսեք, հլու հնազանդ կերպով ենթարկվում եք այդ տերորին, մի կերպով ասելով որ դե ունեցվածք ունենք եւ այլն, այդ ունեցվածքը Արցախում էլ ունեին, գնացել է ամբողջը, այդ ունեցվածքը վաղ ուրիշ տիրապետության տակ եք դնելու եւ նույն կերպով ծառայեցնելու եք ուրիշին, չասեմ թշնամուն, այո թշնամուն եք ծառայեցնելու։ Ուզում եմ դիմել քաղաքական գործիչներին, կուսակցություններին։ Էլ ինչի եք սպասում։ Ինչին եք սպասում։ Բավարարը Facebook-ներում, սոցիալական ցանցերում, հարցազրույցների տեսքով, գրառումների տեսքով, վախվուխ անելու տեսքով ուղղակի ինքնապաշտպանվել։ Ահավասիկ հրապարակը բաց, մարտահրավերը նետված եւ կարծում եմ որ ձեր եւ մեր բոլորի առաջին գործը պետք է լիներ այս աղետի կանխմանը նախաձեռնություններ դրսևորել եւ ուղղակի փողոցում իրականացնել այդ բոլորը իրական գաղափարական ուղղակիորեն առաջնորդություն դրսևորելով եւ բառացի ոչինչ չանել ուղղակի ոչինչ չանել բավարար չեն այդ գրառումները բավարար չեն այդ հարցազրույցները բավարար չեն ուղղակի ես կանդրադառնամ այս դիմումին ու կոչումին բայց միևնույն ժամանակ ուզում եմ այս ծիրիցներս դիմել ՔՊ-ականներին թերևս վերջին անգամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր անդամներին բազմաթիվ անգամներ դիմել եմ ձեզ եւ ասել դուք հանցակից եք դառնում ձեզ հանցակից է դարձնում մեղսակից եք դառնում մեր կյանքին պատմությանը ճակատագրին որքան ուզում եք ասել խաղաղության դարաշրջան եւ այլն ինչ ուզում եք ասեք դուք լավ գիտեք որ դուք հանցագործության մեջ եք հանցակից եք այո արյունապարտ եք դառնում կամ ձեզ դարձնումը մեղսակից եք դառնում եւ ձեզ դարձնումը ժամանակն է որպեսզի ասեք հայր մեղա երկնքի եւ քո արչեւ եւ վերադառնաք ձեր հայրենական ժառանգությունը պաշտպանելու կոչումին հրաժարվեք այս չարիքից որքան կարող եք կապանքված մնալ ինչն է փողը ինչն է ձեզ պահողը պաշտոնը անվտանգությունը ինչը միթե ավելի մեծ չէ ձեր պատմությունն ու ժառանգությունն ու հայրենիքը պետությունը քան այն ճղճիմ կյանքը որ կարող եք ապրել եւ սա բոլորի մասին է այո նաեւ ուզում եմ դիմել ասելով որ մեր գործիչներին հանրային դաշտում հատկապես ընդդիմադիր ինձ համար ընդդիմադիր որպես այդպեսին ճակերտավոր գոյություն չունի գոյություն են մարդիկ ովքեր հայրենիք ունեն եւ մղված են պայքարի այո կուսակցությունների տեսքով կազմակերպությունը կամ անհատապես դադարեցրեք այս անպտուղ վեճերը դադարեցրեք ուղակի ժամանակը չի դրանց համար անառողջ անպտուղ վեճերը պետք է ականջալուր լինենք ինչպես Առաքելն ասում է առողջ ողջամիտ վարդապետության գնահատել այս ամենը իրականությունը գնահատել եւ ավելի մեծ ավելի վեր արժեքով առաջնորդվել քան թե տարբեր մեղադրանքներով փոխադարձ մեղադրանքներով դրանց ժամանակները անցել են դրանց ժամանակները վերացել են մենք մեկ ճանապարհ ունենք մեկ ճանապարհ եւ մեկ նպատակ ու մեկ թիրախ այս չարիքի իշխանությունից ժամ առաջ ազատագրվելը որպեսզի կարողանանք կանխել այս անընդհատ ահագնացող մեծացող աղետը որ մեր կյանքին պատահում է